Հաջորդ թեման, որ ցանկանում եմ այսօր շոշափել, փորձեմ անդրադառնալ Հայաստանի զինված ուժերում ավելի համակարգված ԱԹՍ զորքերի ստեղծման գաղափարին, որովհետև ԱԹՍ տեսանք, որ շքերթի ժամանակ լավ էլ ահագին տարբեր տեսակի ԱԹՍ-ներ կան, քանակը իհարկե կարևոր չի, որ մենք իմանանք, կարևոր է, որ շատ լինի, բայց ես ուրիշ բան եմ ուզում անդրադառնամ։ Իմ կարծիքով ԱԹՍ զորքերը, բացի նրանից, որ պետք է Հայաստանի զինված ուժերում լինեն, որը որ այս նախկին սովետական մտածողությամբ գեներալներն են կառավարում, էլի։ Բացի դրանից ճիշտ կլինի, որ լսեն, գնահասնի մեր կարծիքը, պետքա պետության ղեկավարին, կոնկրետ հիմա որ պարլամենտական կառավարում է, վարչապետին առընթեր պետք է լինի առանձին ԱԹՍ զորքեր ռազմավարական նշանակության, այսինքն պետքա լինի ԱԹՍ զորքեր բոլոր ամբողջ զինված ուժերի համակարգում, բայց քանի որ դա ժամանակավոր բան է, ասեմ ձեզ, ասենք մոտակա 50, 60, 70 տարիների համար, ինչու ես ասեմ, որտեղ Հայաստանը դեռևս այդ սովետական, ռուսական, այդ պրուսական մտածողությամբ այդ բանակային համակարգն է, ու ասենք այդ երկար դեռ կքաշի, դեռ իմ կարծիքով դեռ այն որ ասում է վերջի սերնդի Ռուսաստան կրթության ստացած այդ դրանց մահվանից հետո էլ իրանց երեխեքն ու թոռները դեռևս այդ գծով կտանեն այս մեր ժողովրդին, այնպես որ դա դեռ երկար կքաշի այդ պատմությունը։ Դրա համար հայ ժողովրդի անվտանգության, հայկական պետականության ապահովության համար ես առաջարկում եմ, որ լինեն ԱԹՍ ռազմավարական նշանակության, ստրատեգիական նշանակության զորքեր, որոնք կոնկրետ ենթարկվելու են վարչապետին, ինչի համար, որ այդ գեներալները, որ վաղ ասեն Մոսկվայի կամ ես իմում հրամանով, որ մարդ ես վստահ չէ, օրինակ ես վստահություն չունեմ, մարդ ես կարող է ինչ գիտես, ոնց որ դեպքեր եղել են, էլի ժողովուրդ ջան, հիմա ասենք նես չի որ շառ եմ անում։ Ես կասկածներ ունեմ ու դրա համար էլ ասենք լավ կլինի, որ ռազմավարական ԱԹՍ զորքեր լինի վարչապետի անմիջական հրամանատարության տակ, առանձին, ամբողջ զինված ուժերից առանձին, հա, ասենք անհրաժեշտության դեպքում, որ ասում է թող պետք չգա, բայց եթե որ սիտուացիա ստեղծվի, այդ ռազմավարական ուժերը ինչի համար են, որ ասենք թշնամին ինչ-որ ուղղությամբ ճեղքում է, չէ, որ ասենք այդ պահին ասենք այդ կորպուսնա կամ այդ եւ այլ այդ ուժերը չեն կարողանում ինչ-որ հարցեր լուծեն, ու ասենք կամ ասենք մայրաքաղաքի վրա համակարգված հարձակում է գնում, ու ասենք դու կարող ես ստրատեգիական ուժերի միջոցով այդ հարձակումը չեզոքացնես հակադրոնային այդ ԱԹՍ-ների միջոցով, կամ ասենք եթե տենում ես, որ չես կարող ինչ-որ հարց լուծես ճակատում, որպեսզի այդ հարցը համակարգային ռազմավարական լուծում տաս, կոնկրետ մի ուղղությամբ հարց ես լուծում, հասկանում եք, դրա համար ես կարծում եմ, որ առանձին, ընդհանրապես առանձին ԱԹՍ զորքեր է պետք ունենալ, բայց բանակում նույն ձևի ԱԹՍ զորքեր պետք է լինի, ինչի համար, որովհետև նայեք, ստե ոնց է, ես կբաժանեի ԱԹՍ զորքերը 3 ճյուղի, ասենք մարտավարական, այսպես ասած, կամ ճակատային, օպերատիվ եւ ստրատեգիական։ Հիմա ստրատեգիականը ցանկալի է, որ լինի պետության ղեկավարի անմիջական հրամանի տակ, օպերատիվը կարա լինի կորպուսի հրամանատարության մակարդակի, այսինքն օկրուգներով, չէ, այսպես ասած, տերմինոլոգիայով, ու ասենք ճակատային մարտավարականն էլ դա կարող լինի, ասենք տեղանքի հետ կապված տարբեր ճյուղեր են ելնելու, չէ, ասենք դա կապված է ոչ թե որ դու ոնց հնարում ես, այլ տեղանքի հետ է, չէ, կապված, որտեղից կարա թշնամին գա, որ ուղղությամբ կարա ճեղքի, ու ոնց է քեզի հարմար, որ ավելի առանձնացված համապարփակ պաշտպանական
բան ունենաս, կառույցներ համակարգեր ունենաս, չէ, դրանք էլ առանձին, այսինքն իսկ որպեսզի դա լիակատար աշխատի, օրինակ այդ համակարգը ոնց որ ասենք մեր բանակում եղել է, չէ, ոնց առաջի միավորը, բջիջը, ոնց է, որ ասում են բանա, չէ, ասում են ընտանիքը հասարակության բանն է, չէ, բջիջն է։ Այդպես բան կար, չէ, հիշում եմ, ես դպրոցում սովորացնում էի։ Հիմա ընտանիքը սոցիալական այդ հասարակության ամենափոքր միավորն է, այսպես ասած, ճիշտ է, բոլորը գիտեն, փաստ է։ Հա։ Հիմա բանակի փոքր միավորն էլ դա ջոկն է, չէ, ջոկ որ ասում էին, չէ, դա չէ։ Դա ասենք ինչքան է, 10-12 հոգի են, դե ասենք կարող է ուրիշ զորքեր լինեն 6 հոգի լինեն եւ այլ, բայց ասենք ենթադրենք 10 հոգի գցենք միջինը։ Հիմա այդ 10 հոգին ոնց էր, ասենք, հիմա չգիտեմ ոնց է իհարկե, առաջ ոնց էր։ Ասենք 2 հոգի երևի գնդացրոր, չէ, մի հոգի նռնականետ, մի հոգի նռնականետի օգնական, ընդ 4 հոգի եղավ, եթե տենց կամ մի հոգի անդե գնդացրոր, դե ոնց է, կամ 1 հոգի, կամ 2 հոգի, որտեղ ոնց էր լինի 4-5 հոգի ավտոմատավոր է լինելու, էլի անիմաստը։ Իսկ ես կարծում եմ, որ տես պետք է չլինի, ուկրաինական պատերազմը ցույց է տալի, որ ոնց պետք է լինի այդ ջոկը։ Ասենք ջոկը ինչ ֆունկցիա ունի, նախ սկսենք ջոկը ինչ ֆունկցիա ունի։ Ինքը խո ջոկը նրա համար չի, որ 10 հոգի իրար հետ ինչ որ նստեն կամ մլնեն կամ չգիտեմ։ Կոնկրետ ֆունկցիա ունի, ասենք ապորնիկ պետք է լինի, հենակետ պետք է լինի, չէ՞, մարտական։ Այդ ջոկը այդ հենակետի պաշտպանությունն է ապահովում։ Կամ մի հատ կամ երկու հատ ուժու կարևոր։ Ասենք ինչ որ ուղղությամբ ճշնամի պետք է գա, ենթադրում ենք, ասենք ճշնամին լինելու է ոնց է, չէ՞, գրքերով։ Ենթադրում ենք ճշնամին լինելու է, ասենք բանի, ինչ են ասում հայերեն, վզվոդին։ Դասակ։ Հա, դասակով պետք է գա, չէ՞, ասենք դասակով պետք է գա, ջոկը դասակը պահի։ Այդ հին գրքերով այդ 1-3 հարաբերակցություն է, չէ՞, ասենք դա հիմար բան է, որտեվ հիմա դա չի աշխատում։ Թշնամին չի գալի ցամաքով, մինչև 20 թվականի պատերազմին դա 10-20 կիլոմետր էր, խորությամբ, որ դու արդեն ընկնում էիր հարվածի տակ, իսկ ինքը չի էլ երևում։ Ու ընկնում էիր բան, ոչ թե անիմաստ ունեց հիմար հարվածների տակ, այլ իրանք վերևից քեզի հատիկ-հատիկ խփում էին։ Դա այն ժամանակ, որ էլ այդքան զարգացած չէր ԱՑՍ համակարգերը, իսկ հիմա տեսնում ենք ինչ է կատարում։ 20 կիլոմետրի վրա ոչ թե իրանք խփում են, ոնց որ առաջ ասենք մի քանի հատ ԱՑՍ ու հարյուրավոր արկեր։ Հիմա խփում են ամեն մարդուն հատիկ-հատիկ, ամեն մարդու համար մի քանի հատ FPV-ա գալ իր գլխին։ Ինչ տարբերություն կա, չէ՞։ Ու դրա համար ես կարծում եմ, որ այդ ջոկերը պետք է ձևափոխվի ստրատեգիական քայլ է, էլի, որտեղ չեմ կարծում, որ դա արվել է։ Կարող է ինչ որ բանի դասակի մակարդակով մի կամ երկու ԱՑՍ-ա որ տես մտցրել են, բայց դա պետք է հիմնահատակ ավերվի, փոխվի։ Ինչ առումով, որ ջոկը պետք է լինի առնվազն, ասեմ, դա ջոկի մակարդակով է, ուրեմն 4 հոգի պետք է 10 հոգուց 4 հոգին պետք է լինի ԱԹՍ կառավարող մասնագետ, ոնց ասենք, 2 հոգի քշող, 2 հոգի պատրաստող, ասենք, ինչ որ պատրաստ են բարձրացնել, մնացածները քշում են, էլ մոտարապես եմ ասում։ Բոլորն է պետք է համ պատրաստել իմանան, համ քշել, բայց որպես բաժանված այդ աշխատանքը, հաշվեք 4 հոգի այդ գործը պետք է անի։ 4 հոգի պետք է շատ լավ տիրապետի ցամաքային դրոնների համակարգին, այդ նույն հենակետում, այսինքն ոնց պետք է տիրապետի։ Ենթադրենք ինքը բանա, չէ, ջոկը ոնց է պետք է հենակետը պահի, հենակետում պետք է լինի մի գնդացիր կամ 2 գնդացիր, չէ։ Այդ ցամաքային դրոնի վրա պետք է լինի գնդացիր, ոչ թե որ գնդացորդը կային ինձ կրակի, որ իր գլխին մի բան իջավ ու վсё, ինքը մեռավ ու հենակետն էլ ոչնչացվեց, չէ։ Ցամաքային դրոնը պետք է քշեն, ասենք, կամ եթե լավ պատրաստված դիրքա կաբելով հեռահար կառավարեն դիստանցիոնի ու ասենք գոնե որ առաջի մի քանի հարվածը կոպիտ ասած մի քանի անգամ հենակետ ոչնչացնելու դեպքում ճակերտավոր ասենք գոնե ֆիզիկապես զինվորը չտուժի որ ժեշտը ինչը լինա то ժեշտին լինի էլի այդ կտրվածքով այսինքն նայեք ինչ է տեղ ունենում գնդացիր երկու հատ գնդացիր դնում ես հեռար է ցամաքայիններով
կառավարում ես, դիստանցիոնի թշնամուն հարվածում ես, եթե հարված էլ ստանում ես, քո զինվորին ոչ մի բան չի լինում։ Մինչև իհարկե որ հասնում է այն պահը, դե մինչև օգնություն գա այն անեկդոտի նման ասում է ես մենակ եմ կռվում, հիմա հասկացա, ես հումորով եմ, չէ՞ ամեն ինչ խոսում։ Հա, ու նույն ձևի էլ օդից 4 հոգի, այսինքն այդ ջոկը նայեք ոնց պետք է լինի, ես տենց եմ տեսնում։ 4 հոգի, եթե 10-ով ենք վեկալում, ես ընդհանրապես տենց չէի անի, ինչի համար, օրինակ ես տենց ուրիշ բան էի առաջարկում, կարծիքով ավելի հետաքրքիր տարբերակ եկա։ Կարելի է ոչ թե 10-10 անել ու փոքրացնել այդ վիճակը, այլ ենթադրենք այդ 10 հոգին ոնց է 3-10-ը 30 հոգին, ասենք x 3 կիլոմետր տարած չէ պետք է ապահովեն, չնայած ավելի շատ է, չգիտեմ, 3 րոպեն 3 կիլոմետրը էդի բան է, եթե չեմ սխալվում, բատալյոն է պահում։ Ըստ այդ սովետի բաների տերմինոլոգիայի, եթե չեմ սխալվում, դե դա սովորական պայմաններ, որտեղ ընդ դիվիզիաների է ասում գրողների վաղ։ Հիմա նայեք, այդ ենթադրենք բան է, դե բատալյոն չեմ հաշվում, դասակ եմ հաշվում։ 3 կիլոմետրը կարա ինչ տեղ ունեն, այդ 30 հոգին լինի ոչ թե որ 3-10, որտեղ որ ամեն մեկը չի երիքում, այսպես ասած, գործի համար, այլ ուրիշ տարբերակ։ Ասենք 10 հոգյանոց ԱԹՍ բան, կառավարման համակարգ, 10 հոգյան, շարժական, ոչ թե որ միտեղ լցվեն, հետո գան խփեն ու վարի տան, չէ։ Այսինքն 10 հոգին իրար հետ կապված համակարգված գործ են անում ու իրանք վերահսկում են 3 կիլոմետր ոչ ցամաքով, պլյուս գումարած 10 կիլոմետրը խորությամբ բոլոր ուղղություններով, FPV-ների միջոցով, շարժված էլի հետախուզական դրոնների միջոցով, այսինքն 10 հոգին կարող է ապահովի վերահսկումը ոչ թե 3 կիլոմետրի, այլ 3 կիլոմետր 10 կիլոմետր խորությամբ ու մարտական իրավիճակի դեպքում, երբ որ հակառակորդը անցել է հարձակման, ինչ որտեղ ճեղքում է ենթադրենք կալոնա է գալի, այդ 10 հոգյանոց համակարգը նորմալ ապահովման դեպքում զինամբանի անօթաչուների եւ այլ, չէ, ինչ որ իրան անհրաժեշտ է, կարող է անգամ կալոնա կանգնացնել։ Հա, կարող է։ Մինչև կողից, որտեվ եթե գցում ես ամեն կիլոմետրի 3, 4, 5 կիլոմետրի վրա, եթե 10 հոգյանոց անօթաչու կառավարման համակարգ ես դնում, նրանք կարող են նաև իրար օգնել, որտեվ եթե նայեք ոնց է, FPV-ն եթե այսօրվա տեխնիկայի շնորհիվ արդեն այդ լարերի միջոցով որ կառավարում են, հիմա բանը օպտիկա վալատնը որ ասում են, արդեն կարող են 15-ից 20 կիլոմետր խորությամբ աշխատել, դա ինչ է տալի, եթե ամեն 5 կիլոմետրին 10 հոգի դնում ես, ստացվում է 1, 2, 3, 4, այս պիտեղինը 4-րդ խմբին կարա օգնի, հասկանում եք, նույնն էլ այն կողմից, այսինքն եթե մի ուղղությամբ գրոհ է գալի, ամեն կողմից 3, 3, 6 խումբեր բացի այդ մի խմբից, այսինքն 7 խումբ միաժամանակ կարա աշխատի այդ կալոնայի վրա, եթե տես խնդիր է դրված, իսկ 70-ի դեպքում դա ասենք էդի հսկայական կորուս կար, այն որ ասում է թշնամին չի հասնի մինչև զինվորին, եթե նորմալ ճիշտ ժամանակին գտնե բան անեն, հայտնաբերեն, դու չեմ ասում պատերազմի առաջի օրվա դրությամբ, որտեղ հանկարծակցության արժ կա, բայց ռազմական իրավիճակում, որ արդեն ամեն ինչի մասին պարզ է, այսպես ասած, թույլ է տալի, որ ասենք հասկանում եք, որ թույլ է տալի, որ մեկը մյուսին օգնի արդեն պատկերացի գոտ 5-5 կիլոմետրի վրա դնում եք 10 հոգյանոց խումբ, դրանով չի սահմանափակում ու այդ 10 հոգյանոց խումբին, որպեսզի իրան մոտ չգա թշնամին ու չեզոքացնի իր գործ անելու ժամանակ, իր կողքերը տեղարկում եք ցամաքային դրոնների խմբին, բացազատում եք 2-2 կամ 3 կանց, որ իրանք ասեն գնդացիների միջոցով ցամաքային դրոնների կարողանան չեզոքացնեն վտանգը, որպեսզի այդ ԱԹՍ-ի ջոկատը աշխատի։ Այսինքն պաշտպանական ֆունկցիա են կատարում համ տարածքի, որ եթե թշնամին հետևակը մոտենում, համ որպեսզի իրանց ընկերները կարողանան 20 կիլոմետր խորությամբ խնդիրներ լուծել։ Ուրեմն այդպես պետք է լինի, այսինքն ստացվում է 10 հոգի, դասակից գալիս է 10 հոգի ամենակիչը դնում ես բան, ԱԹՍ խումբ, այսպես ասած,
որպեսզի իր խնդիրը կատարի 5 կիլոմետրի վրա։ 10 հոգի դնում ես ցամաքային, նույն ձևի իր խնդիրը կատարում է 5 կիլոմետրի վրա, ու այն մի 10 հոգից էլ ինչ ես անում, 5 հոգի դնում ես թիկունքային ապահովման համար մարտական իրավիճակում, այսինքն այդ բժշկական, սնունդ, զինամթերք եւ այլ, որ այդ հարցերը, որտեղ դրանով հատուկ մարդիկ պետք է զբաղվեն, որ են մնացածը իրենց գործը անեն։ Պետք է ամեն ինչի աշխատանքի բաժանում պետք է լինի։ Բոլորը պետք է հնարավորին դեպքում ամեն մարդ բոլոր գործերը պետք է կարողանա տիրապետի, բայց ամեն մարդ իր գործը, որ ասում է լավ անում, պետք է զբաղվի, ամենալավ մարդիկը պետք է զբաղվի ԱՏՍ-ով, հա, երբ որ ասում է պետք չգա, բայց որ հասնում է դրան, այդ դեպքում ասենք մյուսը կարա փոխարինի, որ մի քիչ վատ է այդ գործը անում, բայց ամենալավերը պետք է անեն այդ գործը։ Այդ դեպքում ստացվում է 10 հոգի ԱՏՍ, 10 հոգի ցամաքային, 5 հոգի ապահովում, 5 հոգի էլ դնում ես դիպուկահարներով, որ բան անեն, ավելի բան, ոնց են ասում, տոչնի, ասենք թշնամին գալիս է կամ չի գալի, ռազմետքի դեմ ասենք, քանի որ կալաշնիկովը կարճ է խփում, իսկ ասենք հասարակ SVD-ի մակարդակով եթե գցես 200 մետր ավել է խփում, այսինքն եթե ոնց ասես միջինը չէ 400 մետր են հաշվում կալաշը 600 էլ SVD-ն են հաշվում իրանց միջինով էլի այսպես ասած պլյուս մինուսները չեմ ասում միջինն եմ ասում այդ դեպքում սնայպերը առավելություն է տալի ինչ տապել կալաշով կարա այդ մարդը զինված լինի որ ասենք այդ իր անձնական զենքն է էլի ասենք ինքը հացի է քշում բայց կալաշը ունի էլի որտեղ չգիտես ամեն ինչ էլ տեղի է կարա պատահի չէ թշնամին կարա սուրպրիզանի դրա համար պետք է բայց իր վրա հույս պետք է չլինի ինքը հացով է իր գործը անում իսկ այդ սնայպերները ինչի համար են որ ասենք 200 մետր էլ գումարած որ կարողանան թշնամուն չթողեն մոտենան դա մեկ երկրորդը կարևոր այսինքն պատկերացրի չէ դասակը ես իմ կարծիքով այտենց եմ նայում կարաս լինի 10-10-10 նույն ձևի փոքրացած բայց այդ դեպքում ոնց որ ասած բաց մատերով խփես էլի տարբերություն կա ոնց որ ասենք այդ 10-ի մեջ եթե 4 հոգի ԱՏՍ քշող պետք է լինի 33-10-ի դեպքում դառնում է 12 բայց ասենք կարող է այդ 4 հոգին այն խնդիրը չկարանա լուծի որ կարա լուծի 10 հոգին երբ որ իր հետ ավելի միասնական աշխատում տարբերություն կա էլի հասկանում եք դրա համար իմ կարծիքով 10 տենց է նույն ձևի էլ ցամաքայինը 10-10 համակարգը ավելի ճիշտ է 5 կիլոմետրի բանի վրա պահելու դեպքում ու այդ նույն դեպքում էլ 5 հոգի դնում ես ցամաքային դրոններով ոչ թե այդ բաներով բուխանկեքով որ հեշտ խփում են այլ հենց այդ ոնց որ ուկրաինացի մեր տեղերքը անում են ցամաքային դրոններով ինչ պետքա նույն ձևի վիրավորից սկսած բժշկական պիտույքներից սկսած սննդից սկսած զինամթերքից սկսած ցանկացած հաղորդակցություն ընդ ոնց ասենք ցերեկը հեշտ են խփում գիշերը դժվար է օրինակ ես նայում եմ գիշերն է կարող խփեն բայց գիշերը ավելի հեշտ է այսինքն դու ոնց է եթե պետք է մի օրական մի բան անես մի անգամ գնա գա այդ բեռը չէ որ ունի 24 ժամ դու միշտ խելոք աշխատանքի դեպքում կարաս քո համար ամենահարմար վիճակը գտնես մառախուղ անձրև հազար սիտուացիա կա էլի խելքը որ աշխատում է կարաս այդ 24 ժամվա մեջ հաշվես եթե պետք է գնա ասենք ոնց է մի ժամ պետք է գնա մի ժամ գա 24 ժամում դու կարաս գտնես այդ 2 ժամը միջալոց կարա լինի ոչ թե 2 ժամ անընդմեջ այլ մի ժամ գնա հետո էլ ինչ որ ժամանակ հետո մի ժամ էլ հետ գա ու դու այդ ինձ սխացնես որ ասենք տեղավորվես այդ մի օրվա մեջ ու օրական այտենց մի ուղերթի դեպքում դու կարող ես այդ խնդիրը լուծես ոնց ասենք այդ մի բեռը տանում են 200 կիլոից ավել բան է տանում եթե ոչ ավել դրա մեջ ասենք 10 հոգու համար էդի սնունդն էլ է մտնում զինամթերքը տեղավորում է հասկանում եք ել չեմ ասում որ մի հատ չի մի քանի հատ կարա դա այսինքն պատկերացրեք այդպես պետք է հաշվարկներ անեն ու ես կարծում եմ որ այդպես պետք է լինի հիմա ես այնքան եմ նստելու դրանց ականջին որ դրանց ականջի մեջից ասենք միջև ուղեղ հասնող ճանապարհը թվում է այսքան բան է, ասենք ցեշ պետք է ասնի, բայց դրանցը տարիներով, արյունամյակներով չի մտնում, էլի, դրա համար պետք է հա բրթես, հա բզես, որ մտնի ուղեղները այդ իրանց սալդաֆոն ռուսական բանի դաստիարակության։ Համար ծամում եմ, որ
ինքս էլ ռազմական կրթություն չունեմ, բայց դե այնքան կապ չունի, ծամելու եմ, որովհետև ես ինչ-որ բաներ տեսել եմ պատերազմի ժամանակ, բամբեշկի տակ էլ եմ ելել, ԱԹՍ-ի տակ էլ եմ ելել, դրա համար արդեն մի քիչ որ ասում եմ կյանքի փորձից գիտեմ այդ ինչ բան է։ Դրա համար պետք է ասեմ, այնքան եմ ասելու, մինչև փոփոխություն լինի։ Ինձ կարևորը դուք փոփոխություն արեք, որովհետև այդ երեխեքը մեղք են։ Էդի չի, հիմա որ ինչ ունեք, էդի չի աշխատելու։ Դուք կիսատ բռատ ձևերով, ասենք, այդ ֆիքս տուլ, այդ բան ցուցահանդրականը, տենց չի, ավելի լավ է այնց աշխատեք, որ էդի ռեալ աշխատի, էլ եմ ասում, բջիջը, այդ փոքր, ամենափոքր բջիջը, ջոկը, կամ ավելի բանը նոր բացատրեցի, ջոկի համակարգը կարաք վերացնեք, ոչ թե որպես ջոկ վերացնում եք, այլ դասակային մակարդակով ավելի մեծ տարածք եք վեկալում, դասակի տարածքը, ու դասակը ինքը կարող էլ եմ ասում, ոչ թե 1 կիլոմետր կամ 2 կիլոմետր պայի, այլ պայի 5 կիլոմետր, անգամ 7 կիլոմետր, բայց այդ դասակը նենց բաժանեք կարևոր մասերի, որ այդ դասակը կարանա այդ 5-ից 7 կիլոմետր պայի, որ թշնամին չկարանա ծակի, եթե իրանք ամեն ինչ ունեն։ Դե ընդ լիքը նյուանսներ ալնում, այնպես չի, որ դասակը դնում ես, այնպես չի, էլի ասենք, որտեվ հետևից ասենք բան կա, ստրախովկա կա, չէ, ոնց ասենք, հետևից ուրիշ ԱԹՍ, այդ որ ասում էի, կա ճակատային ԱԹՍ, կա տակտիկական ԱԹՍ, մի քիչ հետևից, չէ, մինամյոտչիկների տեղը կարող արդեն մինամյոտչիկը չաշխատի, ԱԹՍ-ը աշխատի։ Հասկանում եք, մինամյոտչիկ ոչ թե որ պետք չի, որտեվ այդ երեխեքի մինամյոտ այդ հին ձևով պետք է դնեք, գնանես ինչ տեղը փորեն, մինչև փորեն նրանց խփելու են ԱԹՍ-ով, 4 կիլոմետրի վրա մինամյոտչիկ ես դնում, ինչ անես։ Ականանետը մինչև բացասատվեն, իրանց արդեն նկարելու են, գալու է։ Երեխեքը մեղ չեն, ամեն հաշվարկը 5 հոգի է, 4 հոգի է, 6 հոգի է, պատկերացնում եք, բա տենց եք կորցնում, էլի։ Հետո էլ ասում եք, բա մենք Հիտլերը տեղում չէր։ Դրա համար ասենք հիմիկվանից փոխեք, բջիջը փոխեք, որտեվ էդի ռազմական իրավիճակում չեք կարա փոխեք։ Դուք հիմա պետք է փոխեք, փոխելը քիչ է, պետք է էդի ծամեք, այնքան զորավարժություններ անեք, էդի պետք է մտցնեք ձեր սպաների ուղեղը, որտեվ իրանց ուղեղը սալդաֆոն ռուսական են, Ֆրուզեի ակադեմիաների այդ հիմար տեսությունների մեջից էլ դուրս չի եկել։ Պետք է այդ բջիջը փոխեք, ԱԹՍ-ն, այսինքն էլի եմ ասում, մտցնեք ԱԹՍ ցամաքային ԱԹՍ մտցնում եք, աշխատում է, էլ եմ ասում, 10 հոգի ԱԹՍ, 10 հոգի ցամաքային ռոբոտներ, 5 հոգի թիկունքային, բժշկային եւ այլ սպասարկում, 5 հոգի էլ դիպուկար, 30 հոգի դասակ։ Ցանկացած պայ է դասակը կարաս բաժանես 2 հոգի իր խնդիրները ինչ պետք է ինքը անի, բայց դասակը համալիր կարողանալու է, ասենք, այդ տարածքը 5-ից 7 կիլոմետր վերահսկի ու կալոնապայի, պատկերացրեք ինչի մասն եք խոսում, որտեվ ասենք այդ այնպես չէ, որ այդ ձեր ֆրունզեներում ես ինչ են կարդացը, դասակի ջոկատի խնդիրն ինչ է, որ իր դեմ գալու է հակառակորդը, չէ, հենակետը, ասենք X քանակության թշնամի պետք է գա, որ կարողանաս այդ հարցը լուծես, կապված դիրքերից, ռելիեֆից, քո հնարավորությունից, քո ունակությունից, թշնամի թուլությունից, իր հիմարությունից եւ այլ լիքը բաներից, տրամադրությունից, եսիմ ինչից։ Կարողանաս այդ խնդիրը լուծես, որ հակառակորդը չկարողանա քու քեզի ճշի, անցնի գրավի տարածքը եւ այլ։ Ոնց ասենք, դա մինիմալից ու դրանից հետո ուրիշ բաներ կա։ Հիմա դա ինձ չի, որ մենակ Ֆրունզեի այդ ակադեմիայում են այդպես բաները հասկանում։ Դա հիմիկվա տեխնոլոգիաներով ամեն ինչ զարգանում է, մարդիկ YouTube-ով այնքան բան են սովորում, որ Ֆրունզեի ակադեմիայում այդքան բան չեն էլ հասկացել։ Այնպես չի, որ այդքան խելոք եք էլի, այդ բաներին եմ ասում, այդ ռուսական սալդաֆոններին եմ ասում։ Հիմա նայեք, առաջարկում եմ, այստով այդ ԿՊ-ի բաներին էլ ասնի, դու այդան շեֆին զեկուցեն, ասենց բաներ արեք։ Այս բանակը ինչ որ դուք հիմա ունեք, ռեալ պատերազմի դեպքում չի աշխատելու։ Կորուստներ եք կրելու։ Ես չեմ պատերազմի պետք է միշտ պատրաստվես։ Եթե դուք պատերազմի բացառում եք, ենա բանակը ցրեք, այդ բյուջեն ենա ոչի բան մի արեք, տեղեքն դու այդտեղ տունը հանգիստ քնեն, եթե դուք այդտենց վստահ եք։ Իսկ եթե վստահ չեք, բանակը պետք է ինքը ամեն րոպե աշխատի, որովհետեւ բանակը աշխատի, դու պետք է իրան ճիշտ կառավարման համակարգ տաս։
Ոչ թե էլ եմ ասում, նույն ձևի մինամյոճիկներին տանես կրակի տակ գցես, նույն ձևի հետևակային ջոկատներն ու դասակները տանես կրակի տակ գցես, հետո էլ ասես վայ ոնց է լավ, վայ ես ինչ է լավ, վայ գեներալները չկա։ Հիմա գեներալների վրա հույս մի դրեք, գեներալները ռուսական, սովետական գեներալներն են, դրանց ուղեղը չի մտնում։ Ոնց կողմ ես, ուզում ես չագուճով հեղափոխական մտցրա, մեկը չի մտնել, դու պետք է համակարգը փոխես։ Համակարգն էլ ասում եմ ոնց փոխի։ Բջիջը փոխի, մտցրա ոչ թե որ ասենք այդ ԱՏՍ-ը, որ ասենք ՊՆ նախարարը գալիս է դե տանեն մի երկու հատ երեխեքը լավ թռնեն բան ինքն էլ նայի ուրախանա։ Չէ, դա սպորտային թռիչքներ չի, մարտական խնդիրներ պետք է կատարեն։ Դրա համար համակարգը փոխեք։ Այդ հետևակ հասկացողությունը հանեք, էլ պետք չի էդի։ Հետևակը, հիմիկվա հետևակը բաղկացած է ԱԹՍ-ից, ցամաքային ռոբոտներից, սնայպերներից։ Ցամաքային ռոբոտների վրա կա համ հակատանկային, համ գնդացրային, այսինքն համ ականանետային, կարաս տնես խփեն։ Թող խփելու ժեշտի խփեն, քո զինվորին հետ Վնաստան։ Որտեղ դու զինվոր քիչ ունես, ժեշտը կարաս սառնես, կարաս վերանորոգես, բայց զինվոր քիչ ունես, այդ երեխեքը խի բարի գնան։ Ես այդ եմ ասում։ Ուղեղները տաշխացրեք։ Ու էդին էս չի, որ ասենք աշխարհում ոչ մեկ չի արել, դուք էլ դուք ոնց կարաք անեք, աշխարհում դեռ ոչ ոք չի արել, չէ՞։ Անկամ Ուկրաինայում այդից հստակ չի։ Հա, իրանք դրա վրա աշխատում են, բայց դա լրիվ կանոնակարգված չի, համակարգված չի։ Առաջարկում եմ դուք արեք։ Ախի չի լինի, որ այրը առաջին աշխարհում անեն։ Թե պետք է բանա, էլի կպնեմ, հա, էլի պետք է ձեզի հրամայեն, չէ։ Մոսկվայից չեն հրամանի, ես դες ասեմ Վաշինգտոնից ու Նյու Յորքից ու Լոնդոնից ու Թել Ավիվից ու Ստամբուլից չեն հրամանի, որտեղ իրանց ղազեր են պետք, էլի չտանդարդարեմ։ Ես հիմա ռազմական թեմաներից եմ խոսում, այսօր հավես չունեմ ձեր այդ ղազերին կպնեմ։ Հիմա էլ եմ ասում, առաջին բջիջը այսպես եմ տեսնում, առաջարկում եմ հստակ։ Երկրորդը ավելի ենք մեծացնում, չէ, որ ասենք կարողանանք օպերատիվ հարցեր լուծեք, երբ որ թշնամին հարձակվում է, ասենք ոնց է, բաժանեք օկրուգների, որտեղ թշնամի, օրինակ նայեք, 1918 թվականին, երբ որ թուրքերը եկել են, իրանք հարձակվել են 3 ուղղությամբ։ Սարդարապատով, Բաշարապարանով, Ղարաքիլիսայով։ Մենակ այդ կողմից էլ պատկերացրեք 3 ուղղությամբ, այսինքն իրանք, նայեք, հիմիկվա քարտեզը այդ ֆիզիկական տարածքը չի փոխվել։ Ժամանակը փոխվել է, բայց տարածքը ոնց կան, հենց է կա, ստրատեգիական ճանապարհներ եւ այլ։ Հիմա էլի նույն բանն ալնելու, էլի, ես չեմ ասում Թուրքիայի մենակ։ Ադրբեջանի նույն ձևի, Սյունիքը ոնց է, ասենք, Սյունիքը ոնց է, իր ռելիեֆի ոնց է, Մեղրին առանձին կտորա, չէ, Ղափանն առանձին կտորա, Սիսիան առանձին կտորա, Քաջարանը ընդ մի քիչ պուճուկ ընդ առանձին կտորա, չէ։ Դրա համար դուք պետք է սա հաշվեք, որ ասենք այնպես չլինի, Արցախի նման չլինի, որ հետո ասեն դե մեզի կտրեցին, մենք հանձնվենք, որովհետև դե շրջապատված էինք այնպես։ Պետք է դուք այնպես սպաներ ունենաք, որ իրանք իմանան, որ դա տենց է պետք է լինի։ Թուրքերը որ ճղեցին, ասենք իրանք պետք է իմանան, որ այս տարածքում իրանք պետք է կարողանան շրջապատված ինչքան ասենք մի շաբաթը հարց լուծեն, ինչքան որ կարան, մինչև պրծնեն։ Պետք է հարց լուծեն, մինչև ուժերը գա, կամ եթե չեն գալի, պետք է հարց լուծեն, թշնամու Վնաստան, որովհետև իրանց հայրենիքն է, որովհետև կարող է ես ընդ կանգնած լինեմ, ես այնքան կռում եմ մեռնեմ, իմանալով, որ ոչինչ, հետո ինձնից հետո ուրիշները գնան, այդ հարցը կլուծեն։ Ես իմ վրա եմ ասում, որ ընդ չվատանան ուրիշները։ Որովհետև պատերազմական բանը տենց է լինում, ո՞ց պետք է, բայց քեզ գնացե։ Գնայր բարի դասերի, այդ իր բարի բան դառնայր։ Դա նավաստի դառնայր, չգիտեմ, բալետ մաստեր դառնա, բայց զինվորականը ինչ պետք է անի, պետք է կռվի էլի։ Դրա համար այդ հարցերը հիմիկվանից մշակեք, որ տենց ալնելու։ Իրանք կարանալու են, որտեղ այսօրվա տեխնիկան թույլ է տալի, անգամ առանց ցամաքային զորքի, 20 էլ եմ ասում, 20-20 հասարակ FPV-ներով իրանք կարան այդ ճանապարհները կտրեն։ Վերջ։ Դու չես կարա կապ չունին դες դու կանգնածա թե չէ։ Դու գնացիր իրանք խփելու են, այսինքն ճանապարհը կտրում է։ Դու պետք է կարողանաս առանձին այդ հարցեր լուծես
մինչև կարողանա ուրիշ խումբը այդ իր անօթաչուների հակազդողը, որ կարողանա իրենց ճնշի։ Այդպիսի բաներ պետք է մտածեք։ Դրա համար արդեն պետք են օպերատիվ ԱԹՍ զորքեր, որովհետև նրանք, ովքեր տեղում պետք է պաշտպանությամբ զբաղվեն, այդ բացատրեցի, չէ, այդ բաժիններով, խումբ, ռելիեֆից կապված, ասենք, Մեղրիիննա, չգիտեմ, Եղեգնաձորիննա, Ջերմուկիննա, Սիսյանիննա, չէ, բաժին, չէ, դրանք պետք է իրանց խնդիրները լուծեն, խորքային, ոչ թե մի հատ են, որ ասում է պրծավ ու վեր, չէ, այդ իրնես պետք է լինի, որ ասենք պրծավ ընդից եկավ, ուղարկեցին, վերը եկավ, ասավ, իրանք էլի զինված են, էլի կռվում են եւ այլ, ինչքան է պետք, մի շաբաթ, մի ամիս է պետք, մինչեւ այդ հարցը, իսկ օպերատիվ խումբը ԱԹՍ կառավարման, ինքը արդեն պետք է լուծի այդ ապաշրջակման փակման խնդիրները, այսինքն թուրքերը գալու են, ո՞նց են գալու, չէ, ենթադրեք ճեղքել են, ենթադրեք ստացվել է ինչ-որ բան գրավել են, դա չէ լավ, որ պետք է հանձնվեց, դա լավ, որ պետք է ավելի լավ որ եկել են, իրանց փախնելու ճանապարհը փագում ես, որ չփախնեն, ու սկսում ես մորթել ԱԹՍ-ներով։ Ավելի լավ, բա այն որ ասում եմ մենք էլ իրանց էինք ման գալ, էլի, այդտենց մտածողություն պետք է լինի, բա եկել են, դրանից լավ բան որ եկել են, ճամփեն փագում ես, որ չփախնեն ու սկսում ես որսը։ Այդտենց ո՞նց եք մտածել։ Իսկ դրա համար աշխատում է արդեն օպերատիվ կառավարման խումբը, այսինքն խորհրդության հետ կապված, որ ասենք հերվից կարան այդ հարցը լուծեն, այն կարգի, որ ասենք պատկերացրեք, ենթադրենք պետք չգա, բայց ասենք պատկերացրեք մի 5-6 կտոր բաժանվել են, բայց ասենք Հրազդանը, Կոտայքի մարզը մեջտեղն է, չեն գնում։ Այդ խումբը կարա Կոտայքի մարզից բոլոր ուղություններով ուղարկի ԱԹՍ բաները, ԱԹՍ ապարատները ու բոլոր ուղություններով ճնշի։ Համ ճեղքումները, համ ստորաբաժանումները մեծ, ասենք, մինչև բրիգադի մակարդակի եւ ավել, որ ներխուժել են ենթարկվենք, չէ, ասենք, կարա ճնշի, ոչնչացնի, ոչ թե ճնշի, այսինքն բնա ճնշի, որտեվ ինքը թիկունքում ու ամեն ինչ ունի, ասենք, թունելներում բան ինքը ունի, այդ մինչև 100-120 կիլոմետրանոց այդ փոքրներից։ Ու ասենք ինչա, թուրքը մտել է ու հնձում ես։ Ու պետք է փախնի։ Կարևորը փախնելու ճամփեն փակում ես, որ չփախնի։ Այն ներսի պուճուր շրջապատված օկրուգներում էլ այդ տղերքը կռվում են, մինչև դու պետք է այդտենց հարցերը լուծես։ Ու դե պետք է ինձ լինի, այնքան թունելներ լինի, որ նես չլինի, որ մի տեղ լինի, այդ էլ մի հատ թուրքի դնեք հայ ազգանունով կամ ռուսական շպիոնի, հետո դա տրակացնի ու դուք ասեք վայ պրծավ, չէ լավ, չկարացանք այդ էլ չկարացակ անեք։ Տարակ տվիք միլիարդով առակ, մեկը մետ անասուն եկավ տրակացրեց ու կրվակ, հա։ Տես պետք է չլինի։ Սա պետք է հաշվարկեք, պետք է ռոբոտիզացնեք, որովհետև պահակ է չդնեք, այդ սապոն գողացող տուշոնկա գողացող պրապրչիկներից պետք է չդնեք, որովհետև դրանք պոտենցիալ թշնամի են, դավաճան են, էլի, ես սաղի վրա շարժեմ, գիտենք էլի ինչ են արել, ոնց են արել, չէ, երևի մինչև հիմա նույն գործը անում են, ես հիշում եմ, սապոնը գողանում էին են սովի թվերին, ծախում էին, տուշոնկեկն էլ հետը, ուշլատներն էլ հետը, դրա համար էդի ռոբոտիզացրեք, որ ասենք պետք դուրը կոդը սխմեք, բացեք, սկլադը ոչ մի բան չգողանա։ Փակեք, ասենք այդ դրա համար ոչինչ պետք է աշխատեք։ Այդտենց արեք։ Էդի օպերատիվ կառավարման ԱԹՍ զորքեր, երկրորդ միջին մակարդակն է, որը էլի պետք է Հայաստանի կենտրոնից տեղերում էլ կարա ունենա, բայց ինքը ավելի լավ է կենտրոնից, որ կարողանա, ասենք, այս տեղը ոնց է ասենք, այդ կենտրոնից ամեն ուղղությամբ 100-150 կիլոմետր Հայաստանին ամենաերկար մինչև Մեղրի, ասում է ուղի գծով էլի։ Կոտայքի մարզից դնում ես, ասենք, հաշվի։ Ամենաերկարը Մեղրին է, ուղի գծով Մեղրի 150 չկա Կոտայքի մարզից։ Մնացածները ավելի մոտիկ են։ Ու վերջ։ Թունելները փորեք, այդ թունել փորելու գործի կառեք չինացիներից լիզինգով։ Գոնե մի հատ, եթե կարաք երկու հատ ավելի լավ։ Բերեք ու ասենք ոչ թե պարսիկներին փող տվեք, որ գան, պարսիկներին փող ուզում եք տվեք, ձեր գործն է, ես դեմ չեմ, բայց ասենք երկու հատ առեք, որ էդի դուք փորեք։ Փորելու լիքը բան կա։ Ասենք մենակ այդ մի քանի թունել չէ էլի։ Կարաք փորեք, ասենք
100 տարի կարակ փորեք ու հլը չպրծնեք, համ լիքը թունելներ սարքեք, համ լիքը մետրոներ սարքեք, կարակ մետրո սարքեք մինչև Գյումրի էթա, էդի չեք կարա որ, այդ ոնց է Մոսկվայի մետրոյի երկարությունը գիտեք ինչքան է, այդ ինչ է էլի որ էտա էլի, շվցնում ես ասում է, կարակ հասկանում եք ինչ եմ, կարակ ասեն քաղաք, բոլոր միացնեք թունելներով, լիքը թունելներ սարքեք, հնեն սարքեք, որ սա բաները այդ ուղաթիռներ ու ինքնաթիռները պարսիկների նման մտցնեք թունելների մեջ անօդաչուական ընդ գործարաններ սարքեք, ինչքան թունել այնքան սարքեք, ասում եմ 100 տարի որ թունել փորեք, չեք պրծնի, դրա համար թունել փորելու գործի կարեք, մի հատ քիչ է, երկու հատ, դե չեմ սխալվում, ինչքան է ընդ 1 միլիարդ է, 2 միլիարդ է, չինացիներից էժանով եկալ եք, թե 4 միլիարդ է, լիզինգով կտան, էժան կտան, ասենք տարեկան մի 400 միլիոն կտակ, դուք էլ 100 տարի կփորեք, ինչ է էլի, էդ էլ խո բան չի, տրակտոր չի, որ շուտ չփչանա, իրանց մասնագետներին կուղարկեն, մինչև տեղական մերոնք կսովորեն, ստրատեգիական մտածեք, մի 100 տարի առաջ խնդիրներ դրեք, լուծեք, ու էլի գալիս եմ հիմա արդեն այդ ստրատեգիական ԱՑՍ զորքերին, վարչապետի հրամանության տակ, որ էդ էլ արդեն ինքը լուծել է ուրիշ ֆունկցիա, բացի նրանից, որ այդ շրջապատումներ, ճեղքումներ, թշնամու հավանական եւ այլ, ինքը պետք է այնքան պատրաստված լինի, որ ամբողջական ճակատում կարողանա բան անի, հարց լուծի ու եղանակ փոխի։ Ու ոչ միայն մի ճակատով, այդ միանգամից ենթադրենք մի ճակատով, բայց այնպես պետք է պատրաստված լինի, որ ասենք ոնց է, Նապոլեոնը ոնց էր անում։ Ասենք ենթադրենք 4 ուղղությամբ խնդիր ունես, 4-ը պետք է լուծես, կարաս օրական մեկը լուծես, 4 օրում 4 խնդիրը լուծիր, կամ եթե շուշուտ լուծես, ավելի խնդիր ունենաս, կարողանաս արագ լուծես, օրը 2 խնդիր լուծես, 2 օրում կլուծես։ Ու այսպես պետք է բան անեք, պետք է պատրաստեք, բայց դրա համար էլ այս զորքերը, որ դուք ունեք, այս զորքերը ոչ մի խնդիր չի կարող լուծի, բացի այդ ուռա պերիոդից։ Կորպուս փոխեք։ Էլ եմ ասում, մի կորպուսը դրեք, ասենք 5 կորպուս, հիմա մի կորպուսը դրեք, այդպես նոր սիստեմը մտցրեք, այդ որ ասում էի նոր մի ժամ խոսում եմ, 37 րոպե խոսում եմ։ Ձեր մոտ այնպես լավ գիտնականներ կան բան չէ, մարշալներ ունեք, եսի ինչ ունեք, ֆեդ մարշալներ ունեք, այդպես թողնես են թղթերով գրեն բան, իրանք կամպյուտերով չեն սիրում երևի գրեն, հələ որ այդպես թող սաղ սխեման սարքեն, կամ էլ եթե ավելի է զարգացել, այտիշնիկներին, ջահելներին տվեք, թող իրանք 3D-ով բան այդ սաղ հաշվարկները զառանի անեն, թե թշնամին գալիս է ոնց կարա գա, ասենք ովքեր լավ պատկերացում չունեն, ասենք խաղի նման 3D թող սարքեն բերեն ցույց տան, որ ուղեղները մտնի, էլի, ասենք թշնամին գալիս է որտից կարա գա, ինչքանով կարա գնա, դրանց դեմ ոնց կարելի առնել, մաթեմատիկական հանրահաշվական հաշվարկներով, պլյուս մինուս, ասենք ընդ զապասով բանով, այդ դրանով զբաղվեք, էդի դրեք մի կորպուսը դրեք, լրիվ քանդեք, նորից սարքեք, թազա լավ ձևի, հետո էդի ուղարկեք պարապելու ու տենց կորպուս փոխեք, կռիվաղ դետի չեք կարող, էդի հիմա պետք է անեք, քանի կռիվը չի սկսել, հիմա բանա, պերեկուրա, ու այդ ընդմիջումը նենց է, որ ասենք ոչ մեկ չգիտի, այդ ընդմիջումի զանգը ոնց էր են դպրոցում, այդ մեր միջև ասում էր բան, ճաշարան զանգը տալիս էր, միշտ գիտես երբ կտա հիմա, մեզ միշտ թվում էր, որ էդի շուտ է տալի, չէ, հիմա բան է, ասենք, մինչև այդ պատերազմի զանգը տալը պատրաստվեք, ժողովուրդ ջան, այսպես մի քիչ հումորով, մի քիչ այտենց տնավարի, մի քիչ այսպես համովոտով, բայց էսի աշխատում եմ այնց ամեն անգամ ասել եմ, որ էդի փոխեք, էդի չի աշխատելու, ժողովուրդ ջան, խեք ուզում էլի նույն ձևի բարի, ես չեմ ուզում մենք պարտվենք, ոչ էլ ուզում եմ այդ երեխեքը մեռնեն։ Խի բզող տանք։ Փոխեք, համակարգը փոխեք, դուք պետք է միշտ մտածեք, էլ եմ ասում, մանավանդ որ հիմա պատերազմ է գնում, դուք պետք է հիմա բան անեիք, ասենք, եթե դուքները չեր երիքում, կամ ասենք ձեր սպաները պոտենցիալ ռուսահապատակ են, դուք չէիք կարող Ուկրաինա ուղարկեիք, որ ասենք գնային ընդ Ուկրաինայի կողմից բան անեին, պարապեին, ԱՑՍ ոնց խփեն, ոնց են ռեալ ռուսական տանկերը խփում, էդի ես այնց հաճույքով կնենեի, որ հայկական
բաներից ընդդեբանցային, ոչ թե որ ընդդեմ մեր տղերքը խփում են տեղի հայերը, բայց ես կուզեի, որ Հայաստանի զորքերից գնային ու լույս խփեին ռուսներին, մեր դարավոր ոսոխին։ Հա, բայց եթե դուքները չերիքն գոնե ասենք այնպես չերեզով բան սարքեիք, բանով ասենք անձնական ոնց են ասում, նայումնիկի կամ չգիտեմ ոնց են վալանտյորն ասում, ինչ են ասում, մի ձևի այդ պարապեք, բան վրա պետք է պարապեք։ Ռուսից լավ պարապելու տանձիկ գնացեք սովորեք, քանի վաղը որ այդ կռիվը բրծավ ուտ եք սովորելու ռուս խփել։ Գնացեք սովորեք։ Մեկը իրանց վաղ թե ուշ գալու են, դուք էլ վաղ թե ուշ պետք է խփեք։ Դրանք քանի սաղ են, մեծ վտանգ են։ Վերեք էի ասում, չէ, դրանց հարց պետք է լուծվի։ Դրանք այդպես կենթաներ են, դրանք հայի նման չեն, հեշտ չեն անցնում, դրանք քյալ են, մինչև շնչում են, այն կինոների մեջ չեք տեսել, որ սպանում ես, հետո ուզում ես հետևից դառնում գնաս, հետևից այդ ապուշելի արտնանը պետք է մի հատ էլ սպանես, ուտես մի 5 անգամ։ Կաշեի նման, էլի, դրա համար ասենք դրանց հարցը պետք է լուծվի։ Այդտեն ժողովուրդ ջան, այսքանով սահմանափակենք, մի քիչ շատ երկար է, լավ, բայց ասենք ինձ թվում է հետաքրքիր անցավ։ Այս ռազմական բանը պետք է մտցվի։ Այս ԱԹՍ զորքերը ոչ թե պետք է լինի, որ ասենք երեխեքը այդտան փուչիկներով բան նկարվեն, ուրախանան։ Ու մի բան է, այս մի կարևոր դիտարկում, որ անձամբ իմ հետ եղել է, խայտարակություն է, այդ 20 թվին եղել է, ասենք այդ հակատանկային ռակետը, որ մեզի տալիս էին, կորնետը, ինձ կորնետ էին տալի, որ ասում քիչ էր մնում հետևից սաղորը վազեին, որ հանկարծ այդ ռակետները չկրակեն կամ չգիտեմ, հանգար չկորցնեն, չգիտեմ, ասենք այդ ողորմելի մտածողություն, հետո որ իրանք պահեն, հետո տան ռուսներին ու թուրքերին։ 10 հատ ռակետեի վեկալ է, 1000 անգամ վեկալին, հետ տվին, ասենք, հաթուղթ ստորագրի, այդ խնդիրը բանակում որ կա, այդ ոնց որ բանը լինի, էլի, էդի մեբելը լինի, էդի պապայի Մերսեդեսն է, հանգարց խաչ չընկնի վրեն։ Բանը հանել էին, նաշնոյը հանել էին, մեզի դավերը չէին հանել, բանը, ձեպլավիզոր, այդ նաշնոյի կորնետի կողը որ խփում են, էդ էլ չէին տվել, ես ասում եմ, այդ բաստողումները, որ թե ինչ խայտարակ վիճակ էր, ես ինձի վատ էի, գիշերը չէի կարա, որ տանգը գա չէի կարա խփեի, որտեղ ինձի չէին տվել այդ գիշերայինը, խայտարակություն, էդի խնդիր, երկրորդը, սնայպերը ասենք բանում դրած էր, չէին տալի, որ ասենք պարապվախտ ասենք թուրք եմ սպասում, ասենք ասում եմ տվեք գլուշից ելով SVD-ը դեմ պարապեմ սովորեմ, որ մարդ ես էլի թուրքը կարող է գա սնայպերը կսեն, չէ ախպերը դի բանում, դի դնենք ընդ բանի մեջ, սեյֆի մեջ թող մնա։ Այդ մտածողությունը, որ պապայի Մերսեդեսն է, հանգարց խաչ չընկնի, հանգարց փոս չգցենք, ընես քշենք, բան, չէ, այդ մտածողությունը, այտենց բանակում դա չի աշխատում։ Այդ սաղ այդ աֆիցերներին, այդ պրապորչիկներին ես լնեի, սաղին կանեի գործից։ Այտենց դու կռիվ չեք կրի, ժողովուրդ ջան, էդի ես անձամբ իմ տեսած վիճակներն եմ ասում, որ տեսել եմ, գիտեմ ինչ եմ ասում։ Թե ոնց էին դողում ու ոնց չկային, այդ գնդապետներից չկային, մի քանի հոգի կային, լավ մարդիկ կային, այդ լավ մարդիկ էին մնացել պաղկվել էին, չգիտի, ես գիտեի Հայաստան գնդապետ չկա, հետո պարզվեց, ես իմ քանի հարյուր հատ կա տելևիզոր ցույց են տալի, փաստորեն կռվի վաղ չկան դրանք, լավ հակատանկանն էին, նվերը, շատ լավ մարդ էր, ես խոսում եմ կարող է հասնի, Վահանը, կոչիմը ծավոք սրտի չեմ հիշում, ես դեց բան չեմ էլի, շատ իր, ասենք, գիտեք, խառը վիճակ էր, բարևում եմ, կոմիտասից էր, այվոտ տղա էր, լավ էլ եք, լավ, ժողովուրդ ջան, վերջանցնեմ, այս բանակի բաները, փոփոխությունները, ես պետք է միշտ այնքան եմ ասելու, մինչև տենամ ուրախանամ, գոնե ինչ-որ մի բան փոխեք, էդի քիչ է, էդի չի բավարարում, ոչ թե պետք է նայենք, թե ինչ փոխեցիք, հա, ինչ-որ բան փոխեցիք, որ ուրախանանք, ինձի հետաքրքիր է այդ քո պարադին դու ինչ ես, ես նայում եմ, որ ռեալ պատերազմի վիճակում դու չես կարա հարց լուծես, հաղթանակ չես կարող պահես երկիրը, որովհետև այս վիճակով, այս կառուցվածքով, այս բանակը ի վիճակի չի, ինքը չի կարա այդ խնդիրը լուծի, պետք է դրա համար փոխես կառուցվածքը, փոխեք կառուցվածքը, հաջողություն ժողովուրդ ջան, լավ եք